Գեղեցիկի հետքերով խորագիր ներկրում Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսը, որում ներկայացված էին կենտրոնի ձեռարվեստի և հագուստի մոդելավորում ու դիզայն խմբակների սաների աշխատանքները գեղեցիկի տարբեր ընկալումներով։ Ցուցահանդեսին հրավիրված էր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, համայնքապետարանի համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Ուրախ ենք, որ ունեցանք նման հնարավորություն ցուցահանդես կազմակերպելու, քանի որ ցուցահանդեսները հնարավորություն են ղեկավարությանը եւ հասարակությանը հաշվետու լինելու մեր կատարած աշխատանքով։ Մեր կենտրոնը, ինչպես Գավառում գործող բոլոր մշակութային հաստատությունները, մշտապես գտնվում են մեր համայնքապետանի, համայնքապետ պարոն Գուրգեն Մարտիրոսյանի հոգատության եւ ուշադրության ներքո, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան։ Ցուցադրվող աշխատանքների ներկայացմանը նախորդեց գեղեցիկի թեմայով բեմադրությունը։ Ուսուցողական կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբողլյանը շնորհակալագրեր հանձնեց վերջին շրջանում մրցույթների մասնակցած եւ մրցանակակիր դարձած սաներին եւ իրենց աշխատանքում բարեխղճություն ու գեղագիտությունը մեկտեղած խմբակավարներին։ Ցուցադրվող աշխատանքներն այցելուներին գրավեցին իրենց գեղարվեստական լուծումներով։ Շատ տպավորված եմ այս ցուցահանդեսից։ Մեծ տպավորություններով գնում եմ տուն։ Հրաշալի աշխատանքներ են, երեխաները կեց են բոլորը։ Շնորհակալ եմ նաև տնօրինությանը, որ նման բան են կազմակերպել։ Շատ ուրախ եմ, որ մեր Գավառ համայնքում կա այսպիսի կենտրոն։ Եվ քանի որ միջոցառումն իրականացվում էր կանանց միամսյակի ընթացքում, Գուրգեն Մարտիրոսյանը շնորհավորանքներ ուղղեց միջոցառմանը ներկա կանանց եւ աղջիկներին։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։